Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիոլսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Սոյանն եմ, այսօր զրուցելու ենք ազգային ժողովրդական բևեռի պատգամավորի տեխնացու Գևորգ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ։ Ձեր նախընտրական ծրագրում դուք խոսում եք 1918-ից 1920 թվականների Հայաստանի իրավահաջորդության վերականգնման մասին, ներկայ միջազգային հարաբերությունների պայմաններում։ Ինչպես եք տեսնում սրա իրագործումը։ Շատ կարևոր է հասկանալ, որ 1918-20 թվականներին ստեղծված այսպես կոչված առաջին իսկ իրականում միակ հանրապետությունը դա ներկայիս իրավաքաղաքական իրողություններում գտնվող հանրապետություն է, այլ ոչ թե պատմական Հայաստան, ինչպես որոշները զուգահեռներ են անցկացնում Տիգրան Մեծի թագավորության հետ, դա այդպես չէ, դա ոչ թե պատմական Հայաստանն է, այլ իրավական Հայաստանն է։ Շատ կարևոր է, որ մեր վերանկախացման ակտի, այսպես կոչված անկախության հռչակագրի մեջ գրված է, որ Հայաստանը ընդունում է այն իրավական մոտեցումները, որը որդեգրել էր առաջին հանրապետությունը։ Այսինքն մեր վերանկախացման գործընթացից ի սկզբանե դրված է, որ Հայաստանը եւ առաջին հանրապետությունը եւ այսօրվա հանրապետությունը դրանք նույն իրավաքաղաքական դաշտում գտնվող պետություններ են։ Ինչ վերաբերվում է սովետական Հայաստանին կամ այսպես կոչված երկրորդ հանրապետությանը կամ դրա իրավահաջորդությանը։ Սովետական Հայաստանը դա հանրապետություն չէր, դրա անունն էր հանրապետություն։ Սովետական Հայաստանը սովետական միություն կոչվող մեկ պետության վարչական տարածք էր։ Ինչպես օրինակ այսօր գոյություն ունի Ռուսաստանի Դաշնություն կոչվող մեկ պետություն, բայց այդ պետության ներսում օրինակ կա մի վարչական տարածք, որի անունն է Չեչնիայի Հանրապետություն, բայց դրանով Չեչնիան առանձին հանրապետություն չի դառնում։ Պետք է հիշել նաև, որ մեր երկու հարևան պետությունները, Ադրբեջանն ու Վրաստանը, իրենց հռչակել են հենց առաջին հանրապետությունների իրավահաջորդ եւ ոչ մեկ իրենց չի կերել, դրա համար ոչ մեկ չի ծեծել իրենց, սակայն 30 տարի հայ ժողովրդին իշխանությունները խաբում են, որ եթե մենք այդպես անենք, ապա գոյություն ունի ինչ-որ միջազգային հանրություն կոչվող բոբո, որը կգա եւ մեզ կուտի։ Հիմա հարց է առաջանում, այդ դեպքում ինչի Ադրբեջանին եւ Վրաստանին ոչ մեկ չի կերել։ Այսինքն մենք կողմ ենք Հայաստանի իրավական պետությանը եւ այդ պետության իրավահաջորդությանը, այլ ոչ թե Հայաստանը օկուպացրած խորհրդային Ռուսաստանի կողմից գծված ապօրինի միջազգային իրավունքի տեսանկյունից որևիցե իրավական հիմք չունեցող սովետական Հայաստանի իրավահաջորդության։ Ձեր ծրագրում նաև կարդացի նոյեմբերի 9-ի հետ կապված որոշ դրույթներ փոխելու եւ ինչ որ այլ ուղղությամբ տանելու, եթե սխալ եմ նկատել, խնդրում եմ ուղղեք։ Փաստաթուղթը մենք ի սկզբանե ասել ենք, որ դա որևիցե իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։ Բայց դա այդ փաստաթուղթը դե ֆակտո փոխել է տարածաշրջանային ուժային բալանսը։ Այդ փաստաթուղթը չի փոխել։ Այդ փաստաթղթի միջոցով ինչ որ չափ։ Ոչ, այդ փաստաթղթի միջոցով ընդհանրապես հանձնվել է Արցախը, այդ փաստաթղթի գործառույթը ի սկզբանե եղել է Արցախը հանձնել Ադրբեջանին, դրա համար ստորագրվել է այդ փաստաթուղթը, դրանով Արցախը հանձնվել է Ադրբեջանին եւ բոլորը մոռացել են այդ փաստաթղթի մասին։ Այդ փաստաթղթի դրույթները չի պահպանել ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը եւ ըստ էության այսօր իշխանությունների կողմից առաջ տարվող ուրեմն խաղաղության պայմանագիր կոչեցյալը դա որևիցե կերպով չի հիմնվում նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, այսինքն բոլորը ընդունել են, որ այդ փաստաթուղթը ի սկզբանե որևիցե լեգիտիմություն չուներ, չէր իրականացվում, այդ փաստաթղթի համաձայն մեր ռազմագերիները պիտի վերադարձվեին, չեն վերադարձվել, ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են Ադրբեջանում պատանդի կարգավիճակում, ոչ թե ռազմագերու, որովհետև ռազմագերի կարող է լինել զինվորականը, քաղաքացիական անձը պատանդ է։ Այսինքն այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը անգամ պատանդներին չի ազատել, ել չասեմ զինվորական ռազմագերիներին։ Այսինքն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ի սկզբանե առ ոչինչ էր, բացի Արցախը հանձնելու նպատակ ունենալուց։ Մեր քաղաքական ասպարեզում որ քաղաքական ուժն է ձեր համար մեկ հակառակորդը քաղաքականության մեջ։ Միանշանակ դա իշխանություններն են, որոնք որ ակնհայտորեն ոչնչացնում են մեր երկիրը, պետությունը տանում են ուրեմն թուրքացման ճանապարհով, ինչը բերելու է ծայրահեղ ծանր հետևանքների։ Այսօր իշխանությունները փորձում են
ճանաչել սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի իրավահաջորդությունները, իդեպ նորից նշեմ, որ Ադրբեջանը իրեն չի ճանաչում սովետական Ադրբեջանի իրավահաջորդ։ Եստեղ շատ հետաքրքիր է։ Ադրբեջանը իրեն ճանաչում է առաջին հանրապետության իրավահաջորդ, բայց Արցախը պահանջում է սովետական հանրապետության տարածքներով։ Հասկանում եք, այսինքն մեր սխալ իրավաքաղաքական դիրքորոշման հետևանքով Ադրբեջանը ինչ մանիպուլյացիաներ ուզում անում է։ Չի ճանաչել սովետական Ադրբեջանը, բայց Արցախը ուզում է։ Այստեղ է շատ կարևոր, որ մենք պիտի լինենք առաջին հանրապետության իրավահաջորդը, որի արդյունքում, եթե օրինակ Ադրբեջան այս տարիների ընթացքում ասեր, որ Արցախը իմ տարածքն է, մենք բանակցությունների ընթացքում կասենք հիմքը տուր իրավաքաղաքական։ Եթե նա հղում պիտի աներ սովետական Ադրբեջանին, ապա մենք կասենք, որ դու սահմանադրական մակարդակով հրաժարվել ես սովետական Ադրբեջանից եւ ընդունել ես առաջին հանրապետության իրավահաջորդությունը։ Ուրեմն բեր առաջին հանրապետությանը վերաբերվող միջազգային որևիցե փաստաթուղթ, եւ նա չէր կարողանալու սեղանին ոչինչ դնել։ Այն պայմաններում, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչված էր Ազգերի լիգայի կողմից, Ազգերի լիգան անգամ գծել էր Հայաստանի Հանրապետության քարտեզը, հետագայում միջազգային հանրության կողմից ուրեմն խնդրանք ուղարկվեց Վիլսոնին իրավարար վճիռ գրելու, որտեղ Վիլսոնը նորից հղում կատարեց Ազգերի լիգայի կայացրած որոշմանը եւ ամրագրեց դրա ճշմարտացիությունը։ Այսինքն մենք ունենք միջազգայինորեն ծանրակշիռ, միջազգայինորեն ճանաչված ծանրակշիռ փաստաթղթեր առաջին հանրապետությանը վերաբերվող եւ մենք չենք ընդունում առաջին հանրապետության իրավահաջորդությունը։ Ադրբեջանը չունի որևիցե փաստաթուղթ առաջին հանրապետությանը վերաբերվող եւ ընդունել է առաջին հանրապետության իրավահաջորդությունը։ Բայց ես հարցից չեղվեցի ու մոռացա հարցը որն էր։ Ձեր հիմնական կարելի ասել թշնամին։ Այո, եւ այսօրվա իշխանությունները Ադրբեջանի պահանջով փորձում են ամրագրել սովետական Հայաստանը եւ սովետական Ադրբեջանը։ Ինչի արդյունքում Ադրբեջանը նաեւ ունենալու է իրավական լծակ Սյունիքի երկու կողմերում ստեղծել պլացդարմ, ինչպես նաեւ Գեղարքունիքում արդեն ստեղծել է պլացդարմ։ Եստեղ հարց է առաջանում. Գեղարքունիքի հարակից տարածքում Քարվաճառում Ադրբեջանին պլացդարմը ինչի համար է պետք։ Ադրբեջանի վարելահողերը չորանում են եւ սրա մասին իրենք շատ ուղիղ խոսում են, որ ջուր չկա։ Իսկ Ադրբեջան այն պետությունը չի, որ հանգիստն է, որ իր քթի տակ մի մեծ ջրամբար կա Սևանա լճի տեսքով եւ չներխուժի դեպի Սևանա լիճ այդ ջուրը գրավելու նպատակով։ Այս իսկ պատճառով նա Քարվաճառը օկուպացնելուց հետո այնտեղ պլացդարմ է ստեղծել, հոսպիտալ է ստեղծել, այնտեղ կայուն ուժ է ստեղծում, սրա հետ միասին խոսում է եւ անգամ միջազգային փաստաթղթերի մեջ է մտցնում հորինված արևմտյան Ադրբեջան հասկացությունը։ Ամենաբարձր մակարդակով խոսում է, որ Սևանա լճի անունը իրականում Սևանա լիճ չէ, այլ ադրբեջանական Գյոլչա է։ Վարդենիսի անունը տալիս է թե մի ասեք Վարդենիս, ասեք Բասարգեչար, եւ այս քաղաքականությունը հենց միտված է նրան, որ համաշխարհային քաղաքականության մեջ երբ որ հարմար պատուհան բացվեց, նա երկու կողմից ներխուժելու է Սյունիք եւ մտնելու է Գեղարքունիք եւ կարող ենք մոռանալ Հայաստանի Հանրապետության մասին։ Իսկ օրվա իշխանությունները ամեն բան անում են, որ այս ամենը տեղի ունենա։ Անպատասխանաբար, եթե այս իշխանությունները նորից պիտի ընտրվեն, մենք կանգնելու ենք ծայրահեղ ծանր վիճակի առաջ։ Դուք արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերից մեկն եք մեր հասարակությունում եւ նմանատիպ կողմնորոշում ունեցող ուժեր էլի կան եւ չեմ կարող չնշել հենց գործող իշխանությանը, որը կրկին արևմտյան կողմնորոշում ունեցող ուժ է։ Ձեր այս հիմնական խնդիրները բնականաբար հայեցքների որոշակի տարբերություն լինում են ուժերի միջև։ Ինչու չեք կարողանում աշխատել իշխանության հետ, գնալ նույն ուղղությամբ։ Նայեք, մի փոքր հայեցքների տարբերություն։ Իշխանությունների համար արևմուտքը զուտ աշխարհագրորեն է, դա Թուրքիան է։ Իսկ երբ որ մենք ասում ենք արևմտյան աշխարհ, Թուրքիան ոչ միայն դրա մեջ չի ներգրավված, այլ իրենց հակառակորդն է։ Օրինակ արևմտյան աշխարհի այսպես խոշոր սեգմենտը դա Եվրոմիությունն է եւ Եվրոպան է։ Թուրքիան տարիներ շարունակ դիմել է Եվրոմիության անդամ դառնալու համար, սակայն չի կարողանում դառնալ։ Մանավանդ այնպիսի պետություն, ինչպիսի որ Ֆրանսիան է, որը Թուրքիայի հակառակորդն է։ Ֆրանսիայի նախագահան անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, քանի դեռ Եվրոմիությունում կա Ֆրանսիա, Թուրքիան երբեք չի դառնա Եվրոմիության անդամ։ Իսկ այս իշխանությունները վարում են պրոթուրքական քաղաքականություն, Հայաստանը դարձնելով թուրքական վիլայետ։
Մի պարզ օրինակ, շատ կարճ ժամանակ առաջ Եվրոպական խորհուրդը ընդունեց Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մի բանաձև, որտեղ գրեց, որ Արցախահայությունը ունի իրավունք վերադարձի անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու Արցախ։ Սրան ի պատասխան Հայաստանի իշխանությունները իդեմս Նիկոլ Փաշինյանի հայտարարեցին, որ մենք պետք է վերադարձի իրավունքից հրաժարվենք։ Այսինքն եվրոպացիները կատարում են, այսպես ասենք, հայամետ հակաթուրքական գործողություններ, Հայաստանի իշխանությունները կատարում են հակահայ, հակաեվրոպական եւ պրոթուրքական գործողություններ։ Իդեպ, այստեղ շատ կարեւոր մի բան կա։ Շատերը փորձում են ասել, որ այլ պետությունները, տվյալ դեպքում եթե մենք խոսում ենք Եվրոպական խորհրդի մասին, նրանք ճանաչում են Արցախը Ադրբեջանի տարածք։ Այդ դեպքում հարց է առաջանում. ինչու է Եվրոպական խորհուրդը Հայաստանի Հանրապետությանը վերաբերող բանաձևում գրում Արցախ վերադարձի մասին։ Եթե Արցախը նա ճանաչում էր Ադրբեջանի տարածք, ապա դրա մասին պիտի գրվեր Ադրբեջանին վերաբերող ուրեմն բանաձևի մեջ։ Սակայն բանաձևը Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում։ Այսինքն եվրոպացիները սրանով եւ այդտեղ շատ կարեւոր մի նյուանս կա, գրվում է, որ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի մասին։ Ակնհայտ է, քանի դեռ այնտեղ կա թուրքական զորք, հայերը այնտեղ անվտանգ եւ արժանապատիվ լինել չեն կարող։ Այսինքն Եվրոպական խորհուրդը մի այսպես փոքրիկ ական է դնում, որpիսի երբ որ Հայաստանում իշխանափոխություն լինի եւ հայամետ դիրքորոշում ունեցող ուրեմն ուժեր լինեն, այս ականը օգտագործեն Արցախը առնվազն միջազգային խաղաղապահներ մտցնելու համար, որpիսի ապահովվի արժանապատվությունը եւ անվտանգությունը, որովհետեւ միանշանակ է, որ թուրքական զորքը դա չի անում։ Նորից մեզ օգնում են, իսկ մեր իշխանությունները գնալով դրան դեմ տանում են թուրքական գիծը։ Իդեպ, այստեղ հարցը առաջանում, իսկ ինչի են մեզ օգնում։ Դա հաստատ մեր կապույտ եւ գեղեցիկ աչքերի համար չի։ Եվրոպացիները եւ առասարակ արևմուտքը շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանը ընկավ, ապա բացվում է թուրքական աշխարհի ճանապարհը։ Իսկ այդ թուրքական աշխարհը կոտրվելու է իրենց գլխին։ Առաջին հարվածը գնալու է Հունաստան։ Գիտենք, որ Թուրքիան Հունաստանի նկատմամբ նաեւ տարածքային պահանջներ ունի։ Վերջերս Ֆրանսիայի նախագահան հայտարարեց, որ եթե լինի թուրք-հունական բախում, ապա Ֆրանսիան կանգնելու է Հունաստանի կողքին։ Ինչի է սա անում, որովհետև վտանգ է Թուրքիան։ Ահա այս պատճառով եվրոպացիները փորձում են Հայաստանին օգնել, իսկ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են այդ օգնությունից իշախ Թուրքիային։ Հայաստանի իշխանությունները չեն ուզում աշխատել Արևմուտքի հետ, ուզում են աշխատել Թուրքիայի հետ։ Մենք ուզում ենք աշխատենք Հայաստանի Հանրապետության համար։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքը եւ ոչ միայն Արևմուտքը, Հնդկաստանը, Իրանը, Արևմտյան մի շարք երկրներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, այս պետությունների հետ մեր ռազմավարական շահը համընկնում է։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք, մենք պիտի այս պետությունների հետ։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչպես եք տեսնում։ Նայեք, Ռուսաստանի հետ հարաբերությունները հետեւյալն է։ Մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք, եթե Ռուսաստանը մեր հետ խնդիր չունի։ Պրոբլեմը մեր մեջ չի, պրոբլեմը Ռուսաստանում է։ Ռուսաստանն է մեզ գաղութացրել։ Ռուսաստանն է մեր Արցախը հանձնում Ադրբեջանին։ Ռուսաստանն է հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Հասկանում եք, Ռուսաստանին մենք գումար ենք տալիս զենք առնելու, մեր զենքը չի տալիս, որպեսզի մենք թույլ մնանք։ Այսինքն խնդիրը Ռուսաստանի մեջ է։ Իսկ եթե Ռուսաստանը չի ուզում մեր հետ լավ հարաբերություններ ունենալ, մենք ինչ էլ անենք, այդ լավ հարաբերությունները լինել չի կարող։ Այսինքն մենք պիտի ունենանք այսպես բազմաշերտ հարաբերություններ, նայեք, ես սկսեցի Հնդկաստանից, Իրան, Ֆրանսիա, Հունաստան, մինչև ԱՄՆ։ Ինչի այս պետությունները, որովհետև այս պետությունների հետ մեր ռազմավարական շահը համընկնում է։ Այսպիսի պայմաններում, երբ որ մենք ունենք բազմաթիվ այլ ընտրանքներ, Ռուսաստանը ստիպված է լինելու մեր հետ ունենալ լավ հարաբերություններ, հակառակ դեպքում ոչ մի հարաբերություն չի ունենա։ Այսինքն ներկայ իշխանությունները Ռուսաստանի հետ կապված ինչպես շատ հաճախ մամուլում եւ առասարակ շրջանառվում այդպիսի լուրեր, սխալ ուղղությամբ չի տանում հարաբերությունները։ Իսկ Ռուսաստանի հետ ինչ ուղղությամբ է տանում, որը գնահատենք սխալ թե ճիշտ։ Այն ինչ ներկա պահին կատարվում է, երբ որ շատ ասում են Հայաստանի երեսաթեքում Ռուսաստանից եւ գնում դեպի արևմուտք եւ նմանատիպ այլ ինչ որ թեզեր են առաջնորդում, ինչպես եք մեկնաբանում այս թեզերը։ Գիտեք ինչ, խոսքերով կարելի ասել ինչ ուզում եք։
Իսկ գործողություններում ինչպես եք տեսնում դա։ Գործողությունները Հայաստանի իշխանությունները իրենք են հայտարարում, որ իրենց իշխանության ընթացքում Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն աճել է։ Եվ իրենք դա հպարտությամբ են ասում։ Ինչպես է հայ-ռուսական հարաբերությունները վատանում կամ գոնե գնում դեպի Հայաստանի ինքնիշխանություն, եթե Հայաստանի կախվածությունը, առաջին հերթին տնտեսական կախվածությունը Ռուսաստանից գնալով աճում է։ Տեսեք, թե Հայաստանի նախագահան քանի անգամ է իր իշխանության ժամանակ այցելել եւ ուղիղ հարաբերություններ ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Դրանք տասնյակ անգամներ են եւ մոտենում են 100-ին։ Եվ դուք տեսեք, նույն նախագահան քանի անգամ է այցելել արևմտյան պետություններ, այցելել ԱՄՆ, այցելել Ֆրանսիա, որոնք ամեն կերպ փորձում են մեզ աջակցել, իսկ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ վանում են այդ աջակցությունը, այդ թվում նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ։ Եվ հայտարարեցին, որ միայն ռուսական զորք պիտի մտնի Արցախ։ Եվ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններ, ես ամեն օր զանգում եմ Վլադիմիր Պուտինին։ Այսպիսի պայմաններում դուք որտեղ եք տեսնում պրոարևմտյան քաղաքականություն եւ հակառուսական քաղաքականություն, որովհետեւ խոսքերի մակարդակով կարելի ասել ինչ ուզում եք։ Գործողությունները դա ցույց չեն տալիս։ Գործող իշխանության վերաբերյալ ձեր տեսակետը հասկացանք, բայց արդյոք չկան այլ քաղաքական ուժեր, որոնց հետ կարող եք միավորվել մեկ նպատակի շուրջ։ Միավորման, քանի որ մեր պայքարը առհասարակ պետք է հասկանալ, որ մեր պայքարը չի սկսվել ընտրություններից առաջ։ Մենք չենք ստեղծվել որոշ կուսակցությունների նման ընտրություններից առաջ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Մենք ես չէ, բայց մեր ուրեմն ավելի ավակ ընկերներ արդեն տասնամյակներ շարունակ այս պայքարի մեջ են։ Մենք վարում ենք ազգային ազատագրական պայքար եւ ընտրությունները ընդհանրապես այդ պայքարի մի հատվածն են։ Մենք պայքարել ենք եւ ընտրություններից առաջ եւ պայքարելու ենք ընտրություններից հետո։ Եվ եթե կստացվի այս կարճ ժամանակահատվածում այս լրատվական բլոկադան մի փոքր ճեղքել եւ ավելի լայն չափով ներկայանալ մեր ժողովրդին ու կարողանալ մտնել ազգային ժողով, ապա մեր պայքարը կշատանա, կմեծանա նաեւ ազգային ժողովի ներսից։ Չի լինի դա, կշարունակենք ազգային ժողովից դուրս։ Եվ այս ընթացքում մենք միշտ կոչ ենք արել վայր դնել կուսակցական դրոշները։ Եվ օրինակ ազգային ժողովրդավարական բևեռը ինչպես է ձևավորվել։ Ժամանակին Սասնա Ծռեր կուսակցությունը կոչ արեց, որ ստեղծել հարթակ, պլատֆորմ, որտեղ կներգրավեն տարբեր կուսակցություններ, տարբեր մարդիկ, ինչի արդյունքում մի շարք անձինք, ովքեր չեն հանդիսանում Սասնա Ծռեր կուսակցության անդամ, միավորվեցին եւ ստեղծվեց այդ հարթակը։ Այսինքն մենք միշտ կողմ ենք եղել ձեր առաջարկին, միշտ առաջարկել ենք բոլորին վայր դնել ուրեմն կուսակցական դրոշները, ստեղծել ընդհանուր պլատֆորմ։ Այդ պլատֆորմի միջոցով իրականացնել Հայաստանում հեղափոխություն, իրականացնել լյուստրացիա, տալ իրավաքաղաքական գնահատական։ Լյուստրացիան մենք պատկերացնում ենք ոչ միայն օրինակ գործակալական տիպի, այլ նաև տնտեսական լյուստրացիա եւ քաղաքական լյուստրացիա։ Ստեղծել քաղաքական գործունեության համար պարարտ հող, որից հետո արդեն յուրաքանչյուր կուսակցություն այդ պարարտ հողում թող աճի ինչքան ուզում է։ Բայց այսօր չկա կուսակցական գործունեության համար պարարտ հող Հայաստանում, որովհետև եթեր դուրս եկող օրինակ մեդիաները նրանք գտնվում են կան նախկինների ձեռքում կամ ներկաների ձեռքում։ Եվ նրանք լայն ուրեմն սպեկտրով հանրության հետ սև ու սպիտակ են խաղում։ Իսկ մյուս խաղացողները նման միջոցներ չունեն եւ նրանք մեդիա բլոկադայի մեջ են հայտնվում։ Սա մեկ գործոնն է, նաեւ բազմաթիվ ուրեմն անձինք եւ քաղաքական ուժեր ապօրինի ահռելի ունեցվածք են կուտակել եւ կարողանում են դա կիրառել քաղաքականության մեջ։ Նաեւ տնտեսական լյուստրացիայի արդյունքում այդ մարդկանց ապօրինի ուրեմն ունեցվածքից նրանք պետք է զրկվեն։ Եվ երբ որ կլինի պարարտ հող, արդեն յուրաքանչյուր իր ճանապարհով, սակայն դե ով մեր կոչերը լսել, միացել է, մենք միասին գնում ենք առաջ, ովքեր որ չեն ուզեցել, ինչպես ասում են, տանգոն երկուսով են ապարում։ Հա երկրորդ կողմն էլ պիտի ուզենա քո հետ ճանապարհ գնա։ Եթե չեն ուզում, մենք ոչինչ անել չենք կարող։ Խոշոր ընդդիմադիր կուսակցություններում հաճախ է շրջանառվում այն լուրը, որ փոքր կուսակցությունները, որոնք հնարավոր է շանս չունեն անցնելու, իրականում փոշիացնում են ձայներ։
Ինչպես եք վերաբերվում այս ամենին։ Ինչ այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Ինչի ձայներ։ Այ ինչ են առաջարկում այդ այսպես կոչված խոշոր ընդդիմադիր կուսակցությունները։ Այ մենք առաջարկում ենք Հայաստանի ինքնիշխանություն։ Մենք ասում ենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը դա բացարձակ արժեք է։ Եվ որևիցե մեկը, որ որևիցե ֆորմատով փորձում է հրաժարվել Հայաստանի ինքնիշխանությունից, այդ մարդը ընդհանրապես Հայաստանում չպետք է քաղաքականությամբ զբաղվի։ Իսկ այսօր բազմաթիվ ուժեր եւ իշխանական, եւ պրոիշխանական, եւ իրենց ընդդիմադիր համարող ուժեր անգամ չեն վարանում ուղիղ տեքստով խոսել Հայաստանի գաղութացման մասին, վիլայեթացման մասին։ Որոշները ասում են, որ մենք պիտի դառնանք ռուսական գաղութ, հա, կամ միութենական պետության անդամ, որ փրկվենք Թուրքիայից։ Որոշները ասում են, մենք պիտի դառնանք Թուրքիայի հպատակ, որ փրկվենք Ռուսաստանից։ Եվ մենք չենք կարող համագործակցել, լոյալ լինել այն ուժերի նկատմամբ, ովքեր որ Հայաստանի ինքնիշխանությունը գցեն ոտքերի տակ։ Եվ հիմա ինչ են առաջարկում այդ մարդիկ։ Քաղաքական դաշտում չլինի այն ուժը, որ առաջարկում է Հայաստանը լինի ինքնիշխան, քաշվի մի կողմ, որ ինչ անեն, որ Հայաստանը վերջնականապես լուծարեն։ Որն է իրենց առաջարկը։ Այսինքն այդ երբ որ ասում են փոշիացնում են ձայներ, պետք է հասկանալ, իսկ այդ ձայները ուր են գնալու։ Գնալու են դեպի ինքնիշխանություն, թե գնալու են դեպի գաղութացում։ Այսինքն դուք դեմ եք այդ ձայներ փոշիացման որևիցե կարգավորմանը։ Չէ, նայած դա ում վերաբերյալ է ասում, դրա համար եմ ասում, ով ունի առաջարկ։ Չէ, հիմա ազգային ժողովրդավարական բևեռը հանդես է գալիս առաջարկներով։ Եվ դա այդ առաջարկները նոր չեն, եւ այդ առաջարկները զուտ նախընտրական չեն։ Կան ուժեր, որոնք որևիցե առաջարկով հանդես չեն գալիս։ Այո, այդ ուժերը զբաղված են ձայներ փոշիացնելով, որովհետև նրանք մասնակցում են ընտրություններին բացարձակ ինքնանպատակ, այսինքն իրենք մասնակցում են ընտրությանը, որպեսզի իրենք մասնակցեն ընտրությանը։ Որևիցե առաջարկ, որևիցե ռազմավարական մոտեցում, որևիցե արմատական հարցերի նկատմամբ դիրքորոշում այդ քաղաքական ուժերը չունեն։ Եվ շատ հետաքրքիր է, որ հրապարակային էլ դրա մասին հայտարարում են։ Ասում են, դե մենք այն քաղաքական ուժը չենք, որ դրա պետության ռազմավարական հարցերի շուրջ դիրքորոշում արտահայտենք։ Այդ դեպքում դուք ինչ եք մասնակցում ազգային ժողովի ընտրություններին։ Այն քաղաքական ուժերը, որոնք որ ահա նկարագրածս դիրքորոշումը ունեն, այո, նրանք փոշիացնում են ձայներ։ Այն քաղաքական ուժերը, որոնք պետության մանավանդ ռազմավարական հարցերի շուրջ դիրքորոշումներ ունեն, նրանք պիտի կարողանան այդ դիրքորոշումները ներկայացնել հանրությանը։ Եվ ստանալով քվեն, այդ դիրքորոշումները վաղը ներկայացնել նաև ազգային ժողովում։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Կհանդիպենք